Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եթերում է քաղաքական ամենապատկեր հեռուստահաղորդաշարի հերթական հաղորդումը։ Հարգելի բարեկամներ, մինչ մեր հաղորդման ընթացքում քննարկվելիք թեմաներին անդրադառնալը, կցանկանայի հիշեցնել ձեզ, որ հաղորդումը ընթանում է ուղիղ եթերում եւ հեռուստապաստառի վրա դուք տեսնում եք հեռախոսահամարը, որով կարող եք զանգահարել եւ հաղորդման ժամանակ հնչած տեսակետների վերաբերյալ ձեր հարցերը առաջադրել, ինչպես որ պայմանավորվել է, գիտեք, մեր հաղորդման հարց ու պատասխանի սխեման հետևյալն է, դուք հարցերը առաջադրում եք, մեր աշխատակիցը այդ հարցերը ընդունում է եւ այնուհետեւ հաղորդման վերջին 10 րոպեների ընթացքում, որը հատկացվում է այդ հարցերին պատասխանելուն, տրամադրում են ինձ եւ մեծ հաճույքով ես կպատասխանեմ այդ հարցերին։ Բարեկամներ, այսօր մեր հաղորդման ժամանակ մենք անդրադառնալու ենք ըստ իս երկու կարևորագույն թեմաների քննարկման, որոնք գոյություն ունեն հայաստանյան ներքաղաքական զարգացումներում եւ ես դրանք առանձնացրել եմ ելնելով դրանց կարևորությունից, դրանց նշանակությունից եւ կարծում եմ, որ այդ խնդիրների լուծման հրատապությունից։ Առաջինը բնականաբար ես չեմ կարող չանդրադառնալ այն խնդրին, որ ի հեճուկս Եվրոխորհրդի կայացված բանաձևի ի հեճուկս արտասահմանյան բոլոր զարգացած դեմոկրատական երկրների կառավարությունների մոտեցման, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մոտեցման, Հայաստանում դեռ շարունակում են մնալ քաղաքական բանտարկյալներ, ինչը վկայությունն է այն բանի, որ Հայաստանը չի կարող այս պարագայում չի ցանկանա դա արտաբերել, բայց իրականությունը եւ օրենքը միևնույն է դրանից չեն փոխվի։ Քաղաքական բանտարկյալների առկայության պարագայում որևէ երկիր, այսպես երևի ավելի ճիշտ կլինի ձևակերպել, չի կարող կոչվել դեմոկրատական երկիր եւ բնականաբար որևէ երկրի կառավարություն չի կարող ասել, որ նրա կառավարումը համապատասխանում է ժողովրդավարության սկզբունքներին։ Ինչ վտանգավոր երևույթներ կան, որ Հայաստանում դեռ մնում են քաղաքական բանտարկյալները։ Դա ամենախոսուն վկայությունն է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, որոնց անդամը հանդիսանում է Հայաստանը, առջև ստանձնած իր պարտավորությունները Հայաստանի այսօրվա կառավարությունը չի կատարում։ Այնինչ բարձր դիրք զբաղեցնող զանազան պաշտոնյաներ օր ու գիշեր հայլուրով եւ տարբեր պետականամետ լրատվամիջոցներով հայտարարում են իբրև թե բնականաբար Եվրոխորհրդի եւ այլ երկրների կողմից առաջ քաշված պարտավորությունները ընդունելի են Հայաստանի համար եւ դրանք պետք է կատարվեն։ Չգիտես ինչու հայաստանյան այսօրվա իշխանությունները այդ պարտավորություններից ամենագլխավորը քաղբանտարկյալների ազատումը ցանկանում են հանել օրակարգից եւ այնպես է ստացվում, որ այդ խնդիրը փորձում են ցույց տալ իբրև չկա։ Ես անկեղծ ասած չգիտեմ, թե որքան ժամանակ է պատրաստվում այսօրվա կառավարությունը իդեմս Սերժ Սարգսյանի փորձելու այս խնդիրը օրակարգից հանելու եւ ներկայացնելու այնպես, որ Հայաստանում այսօրվա կառավարությունը չի հետապնդում քաղաքական նպատակներով որևէ մեկին, որ 100-ից ավելի ընդդիմադիր համաժողովրդական շարժման ներկայացուցիչները գտնվում են բանտերում եւ փորձ է կատարվում ներկայացնել իբրև թե նրանց ձերբակալման, կալանավորման եւ ընդհանրապես հետապնդման հիմքը դրանք քրեորեն պատժելի արարքներն են, ինչը չի համապատասխանում իրականությանը եւ դրա վառ ապացույցներից մեկը այն է, որ համենայն դեպս նույնիսկ եթե մարդկանց այսօր մի քանի մարդկանց ազատում են կալանքից, այսինքն փոխում են խափանման միջոցը, համենայն դեպս հանդգնում են պահպանել այն շինծ ու մեղադրանքները, որոնք ներկայացված են տվյալ անձանց։ Շատերին իմիջիայլոց այսօր չեն ազատում ի պատասխան նրան, որ փորձում են կատարել
միջազգային կազմակերպությունների եւ առաջավոր երկրների պահանջները եւ խնդրանքները, այլ փորձում են ցույց տալ իբր դրանք կապված են այդ անձանց առողջության կամ ասենք այլ հանգամանքներով են դրանք պայմանավորված։ Ինչևիցե խնդիրը հստակ է առաջադրված եւ գիտեք ինչ, ես կարեւորում եմ ամենայն դեպս ցանկացած երկրի մեջ առաջին հերթին ժողովրդի կողմից առաջադրված խնդիր է։ Այսօր համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, որոնց հետ փորձում են որոշակի հարաբերությունների մեջ մտնել ներկայիս իշխանությունները, որպեսզի կարողանան տեղավորվել եւ իմիտացիա անել իբրև թե նրանք կատարում են իրենց արժեվ ստանձած պայմանավորվածությունները, համաժողովրդական շարժման ներկայացուցիչները շատ հստակ դնում են մեկ պայման. ցանկացած երկխոսություն, ցանկացած հարաբերություն հնարավոր է առնվազն այն դեպքում, երբ որ քաղաքական բանտարկյալները առանց որևէ նախապայմանների բանտերից կլինեն ազատագրված։ Ինչու համար, որովհետև բանտերում այսօր գտնվում են հիմնականում քաղաքական գործիչներ, հիմնականում մարդիկ, որոնք նախընտրական շրջանում նախագահի թեկնածուներից Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ամբողջ կառույցն էին ներկայացնում։ Եվ երբ որ այսօր այդ նախընտրական շտաբների հիման վրա ձևավորվել է հուժկու համաժողովրդական շարժում, նրանց լիդերների պահումը կալանքի տակ ոչ այլ ինչ է քան քաղաքական հետապնդման ստատուսի պահպանում եւ այդ մարդկանց այսօր չկոչել քաղաքական բանտարկյալներ, ուղղակի կներեք, ինչպես որ արտահայտվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի լսումների ժամանակ նիստը վարող անձնավորությունը, որ դա առնվազն խելագարություն է։ Այո, դա առնվազն խելագարություն է, որովհետև գիտեք, չեմ կարծում կա որևէ մարդ, բացի նրանցից, ովքեր որ ուղղակի իրենց խղճին հակառակ կարող են հակառակ ինչ-որ կարծիքներ արտահայտել, ուղղակի որոշակի շահերով պայմանավորված, բոլոր հասարակ մարդիկ, կարելի ասել ողջ հայ ժողովրդի աչքի առաջ երևացել է, որ դրանք քաղաքական հետապնդումներ են եւ այսօր այդ մարդկանց չանվանել քաղաքական բանտարկյալներ ուղղակի անմտություն է։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ քաղաքական բանտարկյալներ ունենալու հանգամանքը, որը շատ վտանգավոր է ցանկացած երկրի համար, որը իրեն կոչում է դեմոկրատական երկիր, իր մեջ այս ստատուսի պահպանումը պարունակում է եւս մեկ վտանգավորություն։ Փաստացիորեն անհիմն բանտերում գտնվող քաղաքացիների նկատմամբ փորձ է կատարվում իրականացնել քրեական հետապնդում, բայց չգիտես ինչու նույնիսկ այդ փորձը կատարվում է քրեադատավարական, այսինքն քրեական հետապնդման process-ը կարգավորող օրենսդրության պահանջների խախտմամբ։ Սա մի բան է նշանակում, որ նույնիսկ ազատազրկման մեջ գտնվելով ընդդիմության ներկայացուցիչները այսօր նույնիսկ բանտերում ենթարկում են քաղաքական հետապնդման։ Այսինքն բավարար չէր, որ մենք ունեինք քաղաքական բանտարկյալներ, ի շնորհիվ այդ քաղաքական բանտարկյալների գոյության այսօր իրավապահ մարմինները կատարում են քաղաքական հետապնդում, որովհետև նրանք այս անձանց նկատմամբ քրեական գործի շրջանակներում կատարվող գործողություններով իրականացնում են հետապնդում, որը պայմանավորված է նրանց քաղաքական հայացքների, նրանց քաղաքական կոնկրետ կատարված գործունեության հետ։ Եվ ինչու՞մն է խնդիրը։ Այս քաղաքական հետապնդումը ունի եւս մեկ վտանգավորություն։ Փաստորեն պահելով բանտերում այս մարդկանց, նրանց 100-ից ավելի մարդկանց զրկել են խոսքի ազատությունից, զրկել են տեղեկատվություն ստանալու եւ փոխանցելու ազատությունից, զրկել են այլակարծության գաղափարի հիման վրա Հայաստանու քաղաքացուն օժտված մեկ այլ կարևոր սահմանադրական իրավունքից քաղաքական խմբավորումների մեջ ներգրավելու եւ քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Տեսեք, թե քանի նորմեր են խախտվում։ Եվ կներեք, այս ամեն օր, ամեն պահի կատարվող
արդեն լայնածավալ խախտումների դեպքում այսօրվա կառավարությունը ուղղակի զրկված է որևէ տեսակի հնարավորությունից աշխարհին ներկայանալու, որ իբրև թե ինքը ունի ինչ-որ նոր ծրագրեր, իբրև թե կատարվում են բարեփոխումներ, կամ ներկայացնելու, որ հին իշխանության կամ հին կառավարության փորձ կատարվում է այդպես ներկայացրել, այդ ժամանակ կատարված խախտումները այսօր պետք է շտկվեն, որ իբրև թե նոր ղեկավար է ընտրվել